Մեր սերերը նման են հանդերձյալ կյանքում Սիզիփոսի կրած տառապանքներին։ Սիզիփոսը դատապարտված էր վիթխարի մի քար գլորելու բարձրաբերձ լեռան թեք զառիվայրով։ Լարելով բոլոր ուժերը նա գլորում էր ծանրագույն քարը, բայց ամեն անգամ քարը դուրս էր պրծնում նրա ձեռքերից ու ցած գլորվում։ Այսպես հավերժորեն Սիզիփոսը գլորում էր քարը և երբեք չէր հասնում նպատակին, լեռան գագաթին։ Համալսարանի 3-րդ կուրսում ընկերուհիներիցս մեկն ամուսնացավ։ Կուրսի աղջիկներով հավաքված նրա շուրջը խնդրում էինք, որ պատմի իր ամուսնության ինտիմ հարաբերությունների մասին։ Ճպճպացնելով բերանը, ցուցադրելով, թե ինչպես էին համբուրվում, նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր իրենց գիշերային խրախճանքը։ Երջանկությունից փայլատակում էին նրա աչքերը։ Այ թե լավ բան է եղել ամուսնությունը, իսկ մայրս անվերջ զգուշացնում էր ինձ. «Սիրահարվելիս խելքդ չկորցնես»։ Որոշեցի խելքս կորցնել և ամուսնանալ։ Հասմիկի նման ճպճպացնելով բերանս, կպատմեմ ընկերուհիներիս ամեն մանրամասնություն։ Ես ձեզ ասել եմ, որ իմ կյանքում հաճախ են հրաշքներ եղել։ Կոտրվեց ծունկս, դարձա համալսարանի ուսանող, բալետը մոռացա և սկսեցի բանաստեղծություններ գրել։ Երաժշտական կոմեդիայի թատրոնում ծառի ճյուղերին գալարվող օձապար տվեցի և սիրահարվեցի։ Չէ, դա սեր չէր, դա հրապուրանք էր։ Չէ որ դեռ պատանի էի։ Իսկական քո սերը, ասաց նա, հետո կունենաս։ Բայց ես չգտա այդ սերը, նա ինքը գտավ ինձ։ Մեր կուրսի աղջիկներից Ադան մի օր ասաց. «Պոլիտեխնիկի տղաները երեկո են կազմակերպել և խնդրում են, որ աղջիկներով մասնակցենք նրանց խնջույքին։ Ով ուզում է ինձ հետ գալ, թող գա, վաղը դասերից հետո կլինենք նրանց մոտ», ասաց նա։ Եվ նա պատմեց, որ ինքը սիրահարված է այդ խմբի տղաներից մեկին, որը շատ գեղեցիկ ձեռքեր ունի։ Նա էլ Հասմիկի նման ճպճպացնում էր բերանը, նկարագրելով նրա մատների երկարությունը և սև խոպոպները։ «Իսկ խելացի է քո տղան», հարցրի ես, «թե չէ ձեռքեր ամեն մարդ էլ ունի»։ «Կարծեմ խելացի է», ասաց Ադան, «Պոլիտեխնիկում սովորելու համար պետք է որ խելացի լինես»։ «Կգամ քեզ հետ», ասացի ես։ Չգիտեմ ինչու ուզում էի տեսնել այդ տղայի գեղեցիկ ձեռքերը։ Դասերից հետո Ադան, ինչպես հրամանատար, զննեց ինձ և մյուս ընկերուհուս և ասաց. «Ամեն բան լավ է, հիասքանչ տեսք ունեք, գնացինք»։ Խմբապետի հրամանով մենք քայլեցինք դեպի որսորդություն, բայց ոչ նետ ունեինք, ոչ էլ աղեղ։ Նման էինք այն որսորդներին, որ քայլում են անտառով և չգիտեն, թե արդյոք կհանդիպեն որսի։ Դուռը մեր առաջ բացեց մի երիտասարդ։ Նա շիկահեր էր, բարձրահասակ, նուրբ ինչպես եղեգ։ Ես անմիջապես նայեցի նրա ձեռքերին, շատ կարճ մատներ ուներ և շատ քնքուշ կանացի ձայն։ «Սա ինչ տղամարդ է», մտքումս ասացի, «թևերին անգամ աղվամաս չկա»։ «Եկեք, ներս եկեք», հնչեց առնական մի ձայն, որ սենյակի խորքից էր գալիս։ Ադայի դեմքին ուրախություն փայլատակեց։ Նա շարժեց իր հաստլիկ կոնքերը և քնքուշ կանացի ձայնով ասաց. «Բարև ձեզ տղաներ, բոլորիդ բարև»։ Բայց ինչ բոլորիդ, այդ անշուք սենյակում ընդամենը 3 տղաներ էին, կիրթ, քաղաքավարի և զուսպ։ Ես զննեցի սենյակը։ Մի անկյունում իրար վրա դարսված մարճակալներ էին, կենտրոնում մի անշուք սեղան 4 աթոռներով։ Տղաների հագուկ ապին նայելով ես հասկացա, որ նրանք համեստ գյուղում ապրող ծնողների զավակներ էին, որ 3-ն էլ բնակվում էին նույն սենյակում և համատեղ վճարում էին վարձը։ Ձայնասփյուրից հնչում էր իմ սիրած տանգոն։ Պարելու ցանկությունն ինձ այնպես ամակեց, որ գրկեցի աթոռը ու սկսեցի պարել։ Վայրկյաններ անց այդ 3-ից մեկը մոտեցավ ինձ, խլեց ձեռքիցս աթոռը ու իր երկար մատներով բռնեց ձախ ձեռքս, իսկ աջով գրկեց մեջքս։ Ես գլխի ընկա, որ նա էր Ադայի հրապուրանքի օբյեկտը, երկար մատներով տղան, որ պարել չգիտեր։ Անընդհատ տրորում էր ոտքերիս ծայրերը և խանգարում պարելուն։ «Պարել չգիտես», ասացի նրան, «գնա Ադայիդ մոտ, ես ուզում եմ մենակ պարել»։ Բայց նա ծամոնի պես կպավ ինձ և կողքիցս չէր հեռանում ոչ մի վայրկյան։ Ես նայում էի Ադային մեղավոր հայացքով, աչքով ունքով հասկացնում, թե տար քո ընկերոջը։
Բայց չգիտեմ ինչու Ադան տխուր նայում էր նրան և ձայն չէր հանում։ Ճարահատված մոտեցա Ադային և ասացի. «Գլուխս ցավում է, ուզում եմ տուն գնալ»։ Գլխացավը հորինեցի, որ սենյակից դուրս պրծնեմ։ Այդ տղայի համառությունն ինձ զայրացնում էր։ Վերցրի պայուսակս ու դուրս թռա։ Մի քանի քայլ էի արել, երբ տեսա վազելով գալիս էին ետևից։ «Տեր իմ Աստված», ասացի, «փրկիր ինձ այս տղայից»։ Բայց Աստված փրկեց ոչ թե ինձ, այլ նրան։ Մոտեցավ, ժպտաց, թևանցուկ արեց և ասաց. «Ես քեզ կուղեկցեմ մինչև ձեր տուն, մենակ չեմ թողնի»։ Ու չթողեց։ Ամռան շոգ օրերն էին։ Ընկերուհիս մի օր զանգահարեց ինձ և ասաց. «Կգաս գնանք ծովափ, չեմ ուզում մենակ մնաս»։ Համաձայնեցի։ Սիրում էի գնացք նստել, նրա սոլոցը հոգիս լցնում էր երջանկությամբ։ Երբ գնացքը շարժվում էր ծառերի միջով, նայում էի դաշտերում արածող կովերին, ոչխարներին, քամու շնչով օրորվող ծաղիկներին և հոգիս լցվում էր խաղաղությամբ։ Բայց միթե մենք զոհը չենք մեր նկարագրի։ Ու հիշեցի, թե ինչպես օդում ինձ բարձր պահած Վանիկ Խանամիրյանի ձեռքերից դուրս պրծա, ուզեցի սավառնել օդում և թրմփոցով վայր ընկա։ Սավառնել, անվերջ սավառնել, ինչպես ճեպընթաց գնացք։ Իմ մեջ, իմ հոգում անվերջ վառվող կրակ կար, որը չէր հանգստանում։ Ինձ տանջողը իմ հոգին էր, այդ ցավոտ, միշտ տխուր հոգին, որին մարմինս փորձում էր ուրախացնել, բայց չէր կարողանում։ Նա ուրախ էր, երբ ինքն էր սիրահարված լինում։ Այդ պահերին նրան ոչ ոք ոչինչ արգելել չէր կարող։ Ինքնամոռացման տրված նա պատրաստ էր գնալ աշխարհի ծայրը իր սիրո համար։ Ահա ինչու կյանքում իմ բոլոր սերերը դժբախտ վերջաբան էին ունենում։ Տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք են փորձում իրենց նվաճել։ Նրանք սիրում են մնալ որսորդի դերում և փախչում են իրենց նվաճել ցանկացող կանանցից։ Նրանք սիրում են ենթարկեցնել։ Իսկ ես քնքուշ թույլ կին չէի, բայց որքան կուզենայի այդպիսին լինել, ապահով ձեռքերում, մեջքի հետևում ամուր հենարան ունենալով։ Աղբար տղաների կազմակերպած երեկոյից հետո անցան ամիսներ։ Ես և իմ երկար մատներով սիրահարը հանդիպում էինք համարյա ամեն օր։ Նա անվերջ պատմում էր Ֆրանսիայում ապրած իր մանկության տարիների մասին և երգում ֆրանսերեն երգեր։ Կամաց սովորեցի նրան։ Եվ ինձ այնպես թվաց, թե սիրահարված եմ։ Նա այնքան չքավոր էր, որ կինոյի տոմսի փող չուներ։ Իմ չայլոց։ Աղբարներին չէին սիրում տեղացիները։ Նրանց բարձր պաշտոնների չէին տեղավորում։ Մի տեսակ չարություն կար նրանց հանդեպ։ Մի օր մայրս ասաց. «Բաց թող այդ տղային»։ «Ինչու՞», հարցրի ես։ «Նա մի օր կգնա Ֆրանսիա և քեզ կտանի իր հետ»։ «Ինչպես թե, չէ՞ որ մեր երկրից ոչ ոք չի կարող դուրս գալ»։ «Ժամանակները կփոխվեն», ասաց մայրս, «և աղբարները կվերադառնան իրենց ծննդավայրերը»։ Մայրս գուշակելու արտակարգ ձիրք ուներ։ Ես փորձեցի կամաց հեռանալ նրանից։ Այդ ժամանակ ինձ հետապնդում էր նաև պաշտոնյա մի մարդու հարուստ տղա։ Նա շատ համեստ էր։ Գալիս էր մեր տուն, ձեռքին Մոնպասե կոնֆետների մի կապոց։ «Այ թե ժլատն է», մտածում էի ես։ Մինչդեռ ասում են, թե շատ հարուստ են։ Ես մերժեցի նրա ամուսնության առաջարկը։ Տղայի ծնողները երբ խոսում էին իմ մասին, արհամարհանքով ասում էին. «Մի տես էդ տկլորին, գիշերանոց գնելու փող էլ չուներ, բայց մերժեց մեր տղային»։ Այո, ես աղքատ էի։ Մերժեցի, որովհետև արժանապատվություն ունեի։ Այսպիսով, ես վերադարձա իմ նախկին սիրահարին։ Մեր հողետների դարպասի առաջ մի կլոր քար կար։ Հայրս նստում էր այդ քարին և դիտում փողոցի անցորդներին։ Մի օր ժամադրությունից շատ ուշ վերադարձա։ Նա դեռ հեռվից նկատել էր ինձ։ Երբ տուն մտա, հայրը զայրացած վերցրեց տան աթոռներից մեկը և հարվածեց մեջքիս։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ աթոռը կտոր ընկավ հատակին։ Ես մտքում որոշեցի, որ տեղացու հետ երբեք չեմ ամուսնանա։ Նրանք իրենց հետամնացության զոհն են։ Պատմեցի ընկերոջս դեպքի մասին և լաց եղա։
Հաջորդ օրը նա ասաց. «Երբ գա ժամադրության, անձնագիրդ հետդ վերցրու»։ Ես այդպես էլ արեցի։ Նա բռնեց ձեռքս և ինձ տարավ ուղիղ ԶԱԳՍ։ Այդ օրն առանց հարսանիքի, առանց ծիսակատարության մենք դարձանք ամուսիններ։ Երբ տուն վերադարձանք, ես անձնագիրս դրեցի սեղանին ու ասացի հորս. «Դու իզուր մեջքիս կոտրեցիր աթոռը, այլևս ոչինչ անել չես կարող»։ Այստեղ հայաստանցու և աղբարի կռիվը վերջացավ։ Բայց ուր էինք ապրելու, ոչ տուն ունեինք, ոչ դրամ։ Ամուսինս շտապեց գնալ գյուղ, այդ մասին հայտնելու ծնողներին։ Նրա զայրացած հայրը լսելով այդ մասին բղավել էր. «Լոլիկները դեռ չեն հասել, որ վաճառեմ դրամ ունենամ, քեզ ինչպես ամուսնացնեմ»։ Լոլիկները չէին հասել, բայց հասունացել էր մեր սերը։ Ստիպված հավաքվեցին մեր տանը, քահանա բերեցին և եկեղեցական օրենքով պսակեցին մեզ։ Հոգսեր, հոգսեր, հոգսեր։ Մենք դեռ դրա գիտակցությունը չունեինք։ Սերն անտեսել էր ամեն բան։ Նա պատերազմել էր և հաղթել։ Մայրս ասաց. «Կապրեք մեր տանը, խոհանոցում մի մահճակալ կդնենք, դա կլինի ձեր սենյակը»։ Անցան ամիսներ, պարզվեց, որ ես հղի եմ, ինչ անել։ Առավոտյան, երբ արթնացա, գլխումս փայլատակեց մի միտք։ «Ինձ տար քաղաքապետարան», ասացի ամուսնուս։ «Որ ինչ անես»։ «Գիտեմ ինչ անեմ», ասացի ես։ Բադի նման օրորվելով, բռնած նրա ձեռքը, մենք քայլեցինք դեպի քաղաքապետարան։ Քաղաքապետը հիանալի անձնավորություն էր։ Երբ նա տեսավ կլորիկ փորս, աչքերը լցվեցին, ասաց. «Ինչով կարող եմ ձեզ օգնել»։ «Մենք ոչ տուն ունենք, ոչ աշխատանք, ինչպես եմ պահելու այս երեխային», ասացի ես։ Նա երբ իմացավ, որ ամուսինս ավարտել է պոլիտեխնիկը և ճարտարապետ է, նայեց նրա դիպլոմին և հարցրեց. «Կգնաք Ստեփանավան, քաղաքը ճարտարապետ չունի, կուզես ապրել այնտեղ»։ Հարցրեց նա ինձ։ «Իհարկե», ուրախությամբ ճչացի ես։ Կատարվել էր ևս մի հրաշք։ Մենք տուն կունենայինք և աշխատանք։ Աղջիկս ծնվեց ցուրտ ձմռանը Ստեփանավանում։ Նա անտեղյակ էր մեր տառապանքներին։ Արարիչը մեզ տանում էր փորձությունների ճանապարհով, մտածեցի ես, որպեսզի կամքի ուժով մենք ստեղծենք մեր ճակատագիրը։ Իսկ կյանքում հաղթում է նա, ով ունի վճռականություն և կամք։ Ես աշխատում էի ադրբեջանական դպրոցում։ Երեխայիս պահում էր որբևայրի մի կին։ Նա երեխային կերակրում էր թարմ, հյութեղ կաղամբով։ Այդ տարիներին Ստեփանավանում սնվում էին կարտոֆիլով, կաղամբով և գազարով։ Բայց մենք բոլորս էլ առողջ էինք, որովհետև շնչում էինք Ստեփանավանի թթվասնով հագեցած օդը։ Թիֆլիսից զբոսաշրջիկներ էին գալիս, բազմաթիվ հայ ընտանիքներ։ Կյանքը դառնում էր տոնախմբություն։ Աղքատությունը բնավ չէր խանգարում մարդկանց երջանիկ զգալու իրենց։ Պատերազմի վախ չկար։ Մենք բոլորս ներշնչված էինք այն զգացումով, որ ապրում ենք մի կատարյալ երկրում, որտեղ կապիտալիզմ չկա, որ մեր սահմաններից դուրս դժոխքն էր։ Դեռ ձեռքի հեռախոսներ գոյություն չունեին, հեռուստացույց չկար, բայց ինչու էինք այդքան ուրախ։ Ամեն օր այցելում էինք մեկս մյուսին, գրկախառնվում, համբուրվում։ Տեխնոլոգիաները դեռ զարգացած չէին, բայց դրա մասին երազում էինք։ Մի օր ասացի քրոջս. «Տեսնես կգա մի ժամանակ, որ աշխարհի մի ծայրից մյուսը տեսնենք միմյանց դեմքերն ու զրուցենք»։ Հետագայում եկան այդ օրերը։ Աշխարհը փոխվեց։